Ողջույն բոլորին։ Սիրելի հետևորդներ, էլի գնում եմ այգի, բայց այս անգամ չգիտեմ վարելու եմ, ցանելու եմ, քաղելու եմ, թե ինչ եմ անելու։ Ուրեմն առաջին հերթին ֆորմադեժդես հագնում եմ, ձեռնոցել պարտադիր դնում եմ ու անցնեմ գործի։ Այսօր փեշել եմ կապելու, որովհետև ուզում եմ որ բանջար քաղեմ։ Այստեղ լավ փարթամ բանջարներ կա, եղինջն է, ովքեր չգիտեն, ու ասեմ նաև որ արդեն այն ժամանակն է, որ կարող ենք բանջարը քաղել, դնել սառցարան ձմեռվա համար, որովհետև մի քիչ էլ անցնի արդեն մեծանում, այդ համով էլ այդ համովը չի լինում, էլի կանաչ է լինում, ոնց որ խոտ փոխվում է համը շատ, չեմ ասում հենց այդպես խոտ, բայց որ մի քիչ էլ մեծանում արդեն էլ իմաստ չունի քաղել դնելու։ Այսօր մի քիչ սիրունացնենք էլի մեր ցանքսերը, իհարկե ամեն օր կադրից դուրս ջրում ենք, բացում եմ, ջրում եմ, ծածկում եմ եւ այլն, բայց այսօր էլ գնամ այս կողքից հանած արդեն որ լաքերա բանա դրանց մի ուրիշ չափարանման տեսք տամ, միասին բանջար հավաքենք, Թաթուլն ու Նարեկն էլ հաց էին ուտում, հեսա դուրս կգանք անցնեն վարելու գործին ու այդպես, որ ասում է գյուղացու օրը կտրի է, ես չեմ ասում կտրի, գործը շատ է, բայց դե էտով է պարապ կարողանում ինչ-որ բան ստեղծի ու վաստակի, ոչ մեկը։ Անցնենք գործի, գնացինք։ Անցնենք գործի, փողկերս, սապոգիս մեջ դնեմ։ Սիրելի հետևորդներ, այս մասից դեպի այդ կողմ, որտեղ որ ծայրին էլ գարուխն եմ ցանել, այս արանքում լինելու է վարունգ, լոլիկ ու ծիծակ բիբար, քաղցր ու գծու պղպեղներ, ու ինձ թվում է այսքան տարածքը նույնիսկ քիչ է լինելու, որովհետև ամաններով շատ եմ ցանել։ Դրա համար այնտեղ վերևում տեղ ունենք էլի վարելու, բացի այս փոքր ցանկապատը կգնանք, այնտեղ էլ բացի կարտոֆիլն ու լոբին, նաև դրանց համար տեղ կթողեմ։ Բայց քանի որ սրանից այս կողմա լինելու հիմնականում իմ են մանր-մունր կանաչեղենը, այստեղն ուզում եմ որոշ ինչ-որ ձևով առանձնացնեմ մյուս մասից ու այս մի ասում են տախտակ ճիշտն ասած, որ ընդհանրապես մեծ հողը վարում են ու արանքներ են բացում առանձին հատվածներ, ասում են մի տախտակ լոբի եմ ցանել, մի տախտակ էս եմ ցանել, հիմի ես առանձին ամեն ինչը որ ցանված է, այս վերջինը ցանեցինք, եթե չեմ սխալվում 1000-ը, մարոլը, 1000-աթերթիկը, այստեղ էլ ցանելու եմ բազուկ, բայց այսքանը բազուկի համար շատ է, դե այդքան շատ չեմ ցանի։ Ուղղակի այսքան տեղը համայգին սիրուն լինելու համար այսպես առանձին փորում եմ ուղիղ գծով էլի սիրուն։ Թաթուլները եկան էլ փոցխելա, այնքան խոտ ու ավելորդ արմատներ հանել, բայց այսօր նորից տեսեք քանի էսպես եմ անում, տակից կանաչը դուրս է գալիս։ Իհարկե արդեն կտրած ու մեռած են դրանք, չեն կարա հաստատ խանգարեն մեր ցանքսին, բայց ամեն դեպքում, որ առանձնացնում ենք լավ է լինում։ Ստի Մարկոս շատ ծուրարի է, ինքինը ծուրարի։ Այսպես, հա, այն վերևն եմ, էջից եկել այստեղից դզեմ։ Որ են վերև աստիճաններից էլ նայեմ, սիրուն ուղիղ երևա էլի։ Ասում են հիմա բազուկի համար դեռ շուտ է, մեջ հա տալիս, մեջ տալն էլ ենա, որ գլուխը շատ չի մեծանում, տենում ես այդ գլխի տերևների մասից, պոչերա դուրս գալի ու այդպես բերքը լավը չի լինում, դրա համար
բազուկը թողենք մի քանի օր էլ անցնի։ Իսկ այստեղով ինչ եմ շարում, թիթիզմի երկու բան։ Այս ոնց էր։ Հա, պիտի իրար հետ մտցնեմ, հավասար, եթե կարամ էլի։ Վայ, կարամ բահիլ կանեմ։ Էսը։ Վայ, քորացա։ Ասեղել չի ես անդերը։ Ասեմ եմ թելում։ Դա-դա-դա-դամ։ Պրծա։ Հավաքեց։ Պրծա, նոր եմ սկսել, հա։ Ոպաս։ Հետաքրքրացնում, սիրունացնում ենք էլի, որ ավելի հավեսով գանք այգի, ավելի հավեսով գործանենք։ Դե ավելի հավեսով վեր կած ու գործ արա։ Բասա ինչի հաշվին պետք է ցիցլի մնա։ Իրա ու դա գործ դեռավ։ Հա, ես կբանդացնեմ։ Ես կբնդացնեմ, հոգ չի։ Ինքը շատ ամուր չի։ Բայց և թուղթել չի էլի։ Երկու քար դնենք կամ հող դնենք, հողը լցնենք, ամրացնենք, բինդ կմնա արդեն։ Էս չի ուզածդ, հնգեր ջան, ոպաս, էդ էլ դու, Են որ անհատամ մարդ հալինում կամ մեկու մեջ ատամներով ասում են ոնց որ քասիբի զաբոր լինի է մի կիսատ պրատ այգուս մեջին այս զաբորներ պակասում անցնեմ գործի Հեռնակեն քանքաղեմ համի լավ ճաշեփեմ համել գոնե մի կամ երկու էփելու էլ դնեմ սարցարան շատ լավ կլինի մնում որ այդքան ժամանակ ունենամ դանոկս ինչ լավ յուղջի հեսա ահա Արևը երևի հետևից խանգարում է, չէ։ Մի հատ էսպես թափ եմ տալիս ու տեսեք արդեն ինչքան ա մեծացել։ Բայց դեռ չի կոշտացել, ամլիկ ա դեռ։ Շատ մաքրելու, պոչը կտրել թափելու, կարիք հաստատ չի լինելու։ Դե լավ չէ նստած քաղիլ կլի։ Ճուտիկներս էլ հենց հաթե սովել են, բայց մի քիչ առաջ եմ կեր տվել է, հեսա կգնանք իրար հետ կերել կտանք ոչիչ։ Ճիշտն ասած այսօր առավոտ ժամը 10-ից անձրև էր ցույց տալի եղանակը, այդպես հավես չէինք անում դուրս գանք, կպնենք այգու գործերին, ասում էինք հեսա հենց դուրս գանք տրամադրված, որ սկսենք գործ անելը, անձրևն սկսվելու է, են էլ Իզուր օրս գործախապան արեց մեզ, պիտի են առավոտից դուրս գայինք, սպասենք, տհանք չէ,
Օրը արդեն կեսն անցել է ու դեռ անձրևի ձայն չկա, ասինք վсё վեր կացանք, գնացինք գործ անելու։ Էլ նստել սպասելու ժամանակ չկա, ապրիլի կեսն արդեն անցել է ու այգու գործերը դեռ մնում են։ Պիտի հասցնենք։ Իհարկե մեր մոտ միշտ էլ այս վախտերին են սկսում, այնպես չի սրանից շուտ անում են, որովհետև մեր մոտ եղանակները լավ տաք չի լինում։ Հոգնում ենք երկու գործ ենք անում։ Ճիշտն ասած առավոտ վեր կացա, ոնց որ թե նոր մթնած լիներ ու ուզեի քնեմ, այ այդպես հոգնած էի։ Եղանակն արդեն ունքերը գիտեց, կարծում եմ կադրից էլ երևում է։ Ես գնամ արագ շարունակեմ բանջար հավաքելս, համել տնամ տանեն մի կողմին են Թաթուլն արեկը վարում, տնամ սկսել են վարելը, թե տանից դուրս եմ եկել մնացել են նստած։ Եկեք քինանք, նստելի ժամանակ չկա։ Всё, Велик. Паси, вахильник. Чи, вахиличи. Գացեք տնամ։ Դե համբերեք։ Հեսա ձեզ ուր խցնում եմ քեփանակայ։ Մի հատ սհկերաման անք սարկել։ Բերեմ հա ստեղ կերտամ։ Այս մի ժամն էլ թող ստեղ ու տնտնամ։ Լավ կզգան իրանց թե չէ։ Հլա դե սպասեցեք տենամ, մի րոպե, հոպ։ Հա ջանի, վախիլնիկ։ Ահա, մի լիտր ջուր ա եղել, ստեղ էլ խմել են, այ։ Մնացել ա մի 100 գրամ շատ։ Մնաց գերը, համբերեցեք։ Բայ, ձեզ կերան։ Գիտում եմ վրես ականչիլ դեմ ասեմ, Թաթուլ, եկեք օգտեցեք տուն անենք դույս եմ արել։ Քիչ գեր լցնեմ, որ մեկա երկար չեմ թողելու ստեղ։ Բայց իմանան, որ խելոք մնան թե չէ, Հիլդեմանից ստի եկել գուլյատանեն էլի մի քիչ։ Գալիս են, դժվարը մեկի դուրս գալն է, մնացածը հետևից։ Սիրելի հետևորդներ, ճուտիկներին էլ կերակրեցինք, այդ մի պլանն էլ կատարեցինք, հիմա շարունակում ենք բանջար հավաքել, որովհետև դեռ մի եփելու էլ չեմ հավաքել, բայց այս կողմին գիտեմ, որ ահա սկսվեց, այստեղից արդեն փարթամա, բայց լավ գնանք ընդեղից սկսենք։ Հեն էլ ճուտի ծաղի կա արդեն, չեմ նկատել, որ ճուտի ծաղիկն էլ է դուրս եկել արդեն։ Իսկապես չեմ տեսել։ Այս որ այսպես գալիս եմ, սրանք սաղ մեր այգին է։ Օպա։ Տեսեք ճուտի ծաղիկները հլա։ Հեն են։ Հետ էլ ասում են հազի դարմանա։ Իսկական անունը հեն ոնց էր հայերեն անվանումը։ Մեր կողմերում անվանում են ճուտի ծաղիկ, բայց իրան իսկական անուն ունի է, չեմ հիշում։ Էսա։ Ծաղիկի համար էստեղ հասա, ես էլ մի լավ թուփ բանջար, քաղեմ ու առաջ գնանք։
նստեցի է, բզարեցի արդեն, հետա, հալա մի րոպե, հալա մի կացի մի, թա թուլ, մտաղ բելի կոֆե ես տնեմ հետ էտ պիր ես տրահմար ես ուշանամ, դե ուշա, վոյ թրեք, քնել են, օրը ճաշ դեռավ, ինչ քնիլ, ես կարող արդեն այդպես տեսախցիկը ձեռիս պտտվելիս նկատած լինեք, մեր այգում կա շատ գինեզուխ են ասում, կա իծկոտ, բլդրղան, գինեզուխ, տնեմ ես, էրնակ տնես, ես պապան, ես եմ մնակ, ով դիլիլ իմ հետ, չէ իր համարել, հա, Շուշան այգիներում չի լինում, Շուշանը հիմնականում լինում ացանած արտերի մեջ ու իհարկե բոլորն էլ խաղում են, բայց դե այդ արտի հերնելանի ձողում է, էլի դե ոտնատակ ենք տալիս, չգիտեմ էլ որտեղ է լինում, հիմնականում արտերի մեջ է լինում, արտի եզրերին է լինում, արտն էլ որն է, որ ցորեն են ցանում, այ էտա։ Այդս։ Ստիլ գորեսին։ Հաստատ մի եփելու հավաքեցի, դե ինչքան էլ իհարկե հիմա հեշտ է լվանալը, որովհետև արդեն հողի մեջից մի քիչ բարձրացել է, այդքան կեղտոտ չի լինում, բայց ընդհանրապես բանջարը չգիտեմ թե քանի ջուր ենք լվանում։ Մոռանում ենք հաշիվը, այնքան լվանում ենք հաշիվը, մոռանանք ուրեմն արդեն մաքուր է։ Հիմա հերթը արդեն որ վարածել լինի ժողովուրդ, հերթը հասել է կարտոֆիլ ցանելուն, բայց լոբին բանը մտնում են մայիս ու նոր, էլի։ Հուսով եմ մինչև մայիս կավարտենք բոլոր այս մանր-մունր զիզի-բիզի գործերը, որ մայիսից էլ արդեն ցանկ ստանենք։ Իհարկե այն ժամանակվա նման հեկտարով կարտոֆիլ էին անում, խամ հող էին վարում, խամ հողը նա, որ այդտեղ ոչ մի անգամ չի վարվել դաշտում, խոթարքա, գնում են, այդ վարում են ու կարտոֆիլ են ցանում։ Պահ մի տարի մեռանք մենք երեխաներով մամա-պապայի հետ, այսքան տեղ էր մնում, բայց մի ժամ թարսում էինք այդ արմատները հանում, որ կարտոֆիլ ստացվի, այն ժամանակ համատարած այդպես էր, բոլորին դաշտերը հողեր ունեին, մշակում էին, իսկ հիմա 1000-ից մեկը որ դաշտում հող է մշակում, ճիշտն ասած հող ունենք, տների առաջ են, որ մեկ-մեկ դեպի են կոմ պահում եմ տեսախցիկը, խոթարք որպես, որոշեցինք, որ վարենք ու արդ ցանենք, բայց այնքան թանկ է վարել ժողովուրդ, հիմա ես չեմ բողոքում, էլի լացկանյաններս խոտ չեմ արել, բայց վարել ու թե սալյարկայա, թե տրակտորի փողա, թե մի խոսքով, այնքան թանկ է, որ մարդ ասում է այդքան փողին վարել տամ, ցակելն էլ ցանելն է, ցորենիս կամ գար ու ցանկացած սերմացու առնեմ, հետո սրսկեմ, գալիս է, չգիտեմ ինչ մեծ թիվ է կազմում, ասում ես, այդ թվի, որ ես գնամ խանութից ցորեն առնեմ, ավելի լավ հարմար կլինի, քան թե բա այդքան չարչարվելը, բա որ այդքանից հետո էլ կարկուտա գալիս է, աղգետնին հավասարեցնում, այդքան փողդ գնաց կորավ։ Լավ է, հասա պենջարդ քաղի բողոք ես։ Այսքանն էլ որ հնդրելի է, կպրծնենք, այս պահերն էլ վարող են կանչում այսը հը։ Մի բանջարի հոլով ակել ունեմ, չէ,
Քաղեցի, հոտ քաշեցի ու իրիկունը գլխացավ ինձ մեռնում էի, ճնշումս բարձրացել էր, փաստորեն բռավել եմ, մծեցել եմ։ Ուզում եմ ասեմ, ճնշումին խանգարում է, բայց լիքը հետևորդներ գրել էին Գոհար ջան, եթե չեք ուզում ճնշումը բարձրացնի, մի հատ լցնում եք երման ջուրը, հանում եք ու ջաշ եք սարքում, համ սիրուն կանաչ ա մնում, համ էլ ընդհանրապես ճնշում չի բարձրացնում։ Ասեմ, որ այս անգամ այդպես եմ պատրաստելու ու շնորհակալություն խորհրդի համար։ Վայ, բանջարի գործն ավարտենք ժողովուրդ, էլ ժամանակ չկա։ Բանջար քաղելու, ես կտանեմ, մի լավ կլվանամ ու մի լավ կացա, ճաշ կեփեմ։ Հա, չենք ելի, էդ մինը դեզը թևած ասատ գիլդի էդ միջուտը։ Ժողովուրդ, ստեղ էլ մի քիչ սացիլ ունեմ։ Տանեմ, մի մարկով սիրուն շարենք ու ասեմ, թե ես ինչա, եկեք դե կինեցինք։ Են ինչ արի են այես։ Բարեք։ Սարմատներին վերջ չկա։ Ժողովուրդ, սացիլս մանուշակները, դրա համար դնում եմ այես այգուց դուրս ծառի տակ, համ տեղը կհիշեմ ու նաև այդ մնումա մյուս տարի նորից դուրս է գալիս։ Կարելի է մի երկու հատ հին պագրիշկա չունես, մի երկու հատ ստի եք դրու միջին դնեմ, հիմնական պենասա էլի, ամեն անգամ չենք ցանում։ Չունենք։ Կարելի է էլի մի քանի հատ։ Այսը ոչինչ։ Եթե էլ է կծնում։ Ինչն է, ստի էլ դեք լցնիլ։ Լավ, ինչ եմ կարելի է լրացել բայց։ Եթե լցնիլ դեք ցանեմ ոչ, դնեմ ոչ։ Դա մի հատ լցրու։ Հա դե լավ լցրու։ Լավ, Թոյ։ Մինատի անմիսը հատ է էլի։ Չէ, պլաննի սախտեցին։ Այդտեղ դեռ սետկեն որ քաշել են։ Այդ տակի մասը ամրացնելու է, դեռ բարձր է, որ հավբան տակով չմտնի ու ցանքսերս սախ քանդի, դրա համար եկա էնիմ, լավ ծաղիկների կողքը, այստեղ տեղ կա, օպա, այստեղ սախացիկս, մեկ վերևով մնակ, այն մասով ստից մի մարկ ծաղիկ եմ ցանել, մնաց հասնել տակով կշարեմ այս սացիլները մանուշակի։ Այս ուր եք գնում դուք արա շշկիլվել եք այ շեշեր։ Ես էլ դուրս կգա, խնդրեմ, մի հատ էլ կոտիմներս արած ծնգլարի կոտիմներով, հա, մի հատ էլ բոլոկներիս նայեմ ու գնամ, թե բացեմ մի հատ շնչեն համել կջրեմ էլի, օպա, Նարեկ ջան, մի եզղոլով եջուտեր ինդետ նարա։ Հա? Ստի եկնել այ կապիլի ես ինչ հա։ Այ Նարեկ։ Խուչ ջան ընդի էր կորավ։ Կարող է ես էլ ատուսկյալի կուչուր բաներ եմ տանում, դե գիտեմ չեմ, ալայա թե, արա ատուսկյալի կանաչիս, վայ ես ինչ լավ անեմ, խնդրեմ, ուրա, ցանք սրս ատուսկյալի,
Շատ լավ է, բա որ էսա ջրեմ ու ծածկեմ մի հատ տաքանա, եղանակը լավն է եղել։ Մի հատ տաքանա, թե չէ դուք տեսեք վաղը ոնց ավելի ակնհայտ երևալու։ Ջայլոց այնտեղ սուրճ ունենք։ Եկեք գնանք խմենք։ Վայ, թաթուլ բայებ դες մինը ստիլի տեղ շինի սյուրուն։ Մեթամետ անկյունը բրախ իլդի վրջ բան անանք, այդ սեղան մեղանը տնենք։ Այդ վր գարուխ եմ ծանել, են էլ մորացել եմ ծանել։ Բա վար դիդենք տնին։ Կարալ չենք ստի տնենք, չպարիստյուս այստի։ Ինչ ավտոն։ Ավտոն վրդի կարանդի կքինը։ Ուղայ, եխմի։ Շատ գործարիշ բզարել ես կրտնիլ դես։ Ինչ ասամ։ Հերուտղա։ Ոչ ինչ էլի։ Ես մին փողից լեցրեմ։ Բոցեր ենք անան վրետ։ Կադրից դուրս։ Վրդյան ուշանը։ Հա իդի դզեցեք ես սեղան մեղան նաչկիսը դիդիկյալ։ Չեմ գիտա վր դիդիկյալ։ Սարավ թադ։ Արի, պիսով։ Ժողովուրդ ես բոլոկս է։ Հիմա կասը կուրա տեղ մարկ չէ, դե դեր կիսատ պրատ է դուրս եկել, դրա համար ես տեսքն ունի, բայց օրինակ մի մարկս սա է, մյուսը սա պիտի լինի, են մեկն ավելի արտահայտված է, մի խոսքով սա բոլոկս արդեն այսքան դուրս է եկել։ Իսկ այստեղ ռեհանս, այս երկու տերևանիները ռեհաններն են, դե արանքում արդեն մոլախոտեր կան, բայց ընդհանուր այդպես սաղ դուրս է եկել, ուրա! Ես ջրել իր ես մինը, այն տակինը հսնմա չէ, բայց սր գինացել ահլի իշլանգոս, պապան կարող անդիզատ կիցեց։ Ժողորդ այսօրվա գործնել ես կանով, ես իմ բաժինը կավարտեմ, դուք թաթուլն ու նարեկը ինչ կանեն, ես մեկ էլ հազիվ հասցնեմ այդ բանջարը լվանամ ու ճաշ սարքեմ։ Քանիսն է ժամի։ Արդեն համարյա թե երեկոյա, այն կողմի ցանածիս է եկուս թաթուլը գործիա, հետը անպայման երկար շլանք կբիրի ու բոլորին կհերիքի այն կողմի, նույնիսկ այն կողմի ոլորները, որ ցանել եմ գարուխիս ու այդպես սիրուն սաղ առանց այսպես ձգելու այնդի, այստեղ էլ իհարկե հիշում եք Այստեղ էլ սոխնացանած, սոխն էլ շուտ ծլող, հեսա եղանակը եթե տաք լինի, երկու օրից տնալու ենք, արդեն ծիլա տվել կանաշ դուրս է եկել։ Ես գիտեի, թե սրա սերմը սրան էլ են թողնում, վերևաբար սրանում սերմա տալիս, բայց փաստորեն չէ, ոչ թե սերմն ես վերցնում սրա, այլ թողնում ես տակի մասը այդպես հասունանա, պնդանա ու սիրուն այդ տակի մասերն ես սերմացու վերցնում, փոքր սերմեր չի էլի, սոխի գլուխներն է սերմը։ Մի լավ, եմ որց են ասում, չփ-չփալ են ջրում եմ ու ես գնամ իմ տան գործերին։ Այգու գործն ես անամ, տանինն ամնամ, տանինն ես անամ, այգունն ամնամ, գործ ես գնամ, սաղ ամնում, չգիտես որն անես, որը թողես։
Վայ, հետո կգամ կծածկեմ, քանի որ դեռ լույս է ու դեռ տաք է, սարքն նարեկ սանավիրել, քանի որ դեռ տաք է ու դեռ լույս է, թողնեմ այսպես մնա, մի քիչ հետո որ տենամ արդեն ցրտեց ու մութն ընկնում է, կբերեմ կծածկեմ ցանքսերս։ Դե ինչ սիրելի հետևորդներ, այսօր Այսքանով ավարտեցի, կադրից դուրս շատ գործեր ունենք անելու, որը որ ձեր հետ անելու չի, արդեն կհոգնեցնենք ձեզ, բայց հիմա անցնում են այնտեղ մեծ տարածք վարելու, որը շատ խոտ չի, որովհետև տրակտորը այնտեղը, որ դզել ենք, քանդել, ուղղել ենք, այդպես խոտերը, մոլախոտերը սաղ սրբել հետը տարել, հեշտ ավարելը, բայց քանի որ ես էլ տանը գործեր ունեմ, չեմ մասնակցում իրենց հետ, ես գնամ իմ գործին, ասեմ, որ ձեզ հետ շատ լավ է, ու այս վերջերս, եթե զգացել եք, հոլովակներս հաճախակի եմ սկսել նկարել, ու մի օր էլ որ ձեզ չեմ միանում, արդեն կարելի ասել, այդ օր նոր չի դառնում, ասում եմ տնաս հետևորդնից ոնց են, ոնց որ թե ես էստեղով տնում եմ, էլի դուք ոնց եք։ Այստեղ սաղ իմ սերմորանքն աշարած, էլ ամաններով ցանած, էլ այն ծաղիկի ամաններով, էլ բաժակներով, էլ հատուկ սերմորանքի ամաններով, դեռ ոչ մեկը ծիլ տված չի, չգիտեմ դուրս է գալու թե չէ, բայց հույս ունեմ, որ դուրս կգա, սա սարքելու ենք սեղան, մի խոսքով դեռ լիքը գործեր ունենք անելու, հիմա ջուտիկներիս ներս եմ տանում, քանի որ արդեն մի քիչ ցրտոտ է, իրանք հեսավռած թևները կախելու են, մի անգամ էլ գեր տամ, ջուր տամ, իրանց մոտի վառարանը վառեմ, դուռը մի պինդ փակեմ, իմիջայլոց այն մի հոլովակում ջուտերի ասում եմ, փորսող, բայց սխալ եմ ասում, մի հետևորդ գրել էր Գոհար ջան, փորսող թե կզաքիս, ես եմ սխալ ասում, շփոթվել եմ, կամ կզաքիս անունը միգուցե չէի հիշում, չգիտեմ ոնց եմ փորսող ասել, դուռը մի լավ ամուր պինդ փակեմ, որ հանկարծ գիշերն ինչ որ բան չմտնի իրենց մոտ ու այդպես այսօրվա դրսի գործը համարում եմ իմ բաժինն ավարտած, ձեզ էլ շատ սիրում եմ, մնացեք բարով, հաջողություն։ Դեպուգի էլի պա, չէ, սա իմ բենը չեր, սրա համար կացիներ պետք է, բայց երկարեն է, Սա կկոտրի